Ոչ թե սպիրկը գնահան չէ, այլ եթե նայենք այդ ինքնության գործոններն է, որ դգարացած են կամ որոշ տեղեր պետք է ուժեղանան եւ այլն, այնուհետեւ ավելի ուրեմն ճշգրիտ ձևով կրնանք կազմակերպել ախտաջանությունը վերլուծել եւ այնպիսի ծրագիրներ մշակել, որոնք գմիդին ուժեղացնել այդ կորձոնները սպիրկյան հայկական ինքնության ուրեմն գենսավորման մեջ։ Մենք արմատներ ունենք ամեն դեղ Գիլիգյան աթոռ օրինակ Անտիլիասի մեջ 1930-ականներեն ի վեր գոյատևե համարյա 100 դարվա մասին է խոսքը։ Ամերիկայի ամենահին հայկական թերթը 110 եւ ավելի տարեկան է։ Մենք ինչ ակնկալիքներ պետք է ունենանք այս կառույցներեն, որոնք արդեն բոլորեն իրենց 100 տարվա նոր փորձառությունը մեր կառույցները չեն մտածել ներդրումի մասին, investment, մարդ ուժ եւ նյութական։ Ես միշտ կսեմ, մենք շատ հարուստ ենք խաղապարներով, երևի ամենահարուստ ազգն ենք խաղապարներով։ Կրնանք հարյուրավոր խաղապարներ դա, շատ գեղեցիկ եւ կարեւոր, բայց այդ խաղապարները կմնան խաղապար թուղթի վրա, եթե անոնց չհայթայթես պետք եղած մարդ ուժը եւ նյութական միջոցները Բարև ձեզ արևելքի հարթակով այսօր հերավար գաբով հյուրս դոկտոր Հրաչ Չիլինգիրյանն է, նշեմ, որ դոկտոր Հրաչը ընկերապան է, նաև սպիրկակետ հայկական հաստատութենական նորարարական ծրագրային հեղինակ եւ գործադիր։ Բարև ձեզ դոկտոր Հրաչ, ուրախ եմ այս արիթին համար, հաճախ մենք զրուցած ենք տարբեր թեմաներու մասին, բայց այսօր Պիտի փորձենք ծառանալ ավելի մասնակիտական ձեր ոլորտին վրա, որտեղ վերջին տարիներուն ձեր անունը ամիջականորեն փոխկապակցվեցավ սպիրկյան հարցերու հետ եւ կփորձենք այդ առումով բաղակցել բանալ եւ մեր ագնտիրներուն իրազեկել թե ինչ կանցնի գտարնա այսպես ասած սպիրկի մեջ։ Գիտեք ինչու վերջին շրջանին Դոկտոր Հրաչ օրագարկային դարձավ սպիրկի խնդիրը, այսինքն մենք նկատեցինք հատկապես սպիրկի հարցերը փոխարինվեցան հետ պատերազմյան իրավիճակին հետ, համընկում էր պատճառներ կային, ինչ է իսկական պատճառը, դուք ինչպես կդիտարկեք։ Նախ իբր նախապան ասեմ, որ ինչպես նշեցիք, որ սպիրկի վերաբերյալ Ինչն է, որ վերջին տարիներուն ասենք կարևոր թեր խաղաց մեր սպիրկի ընկալումի մեջ։ Այնալ պիտի ասեմ, որ սպիրկը լայնորեն չէ ուսումնասիրված, այսինքն ենթադրություններ գնայինք փորձառության հիման վրա, նախկին ասենք մեր դերեկություններում հիման վրա, բայց ինչպես գտեսնենք, որ 21-րդ դարուն պետք է ավելի խորքային ուսումնասիրություններ անենք, այս բարակային, որ սպիրկը ինչ է, ինչ կմտածի, ինչի մասին է խոսքերնից, այսինքն երբ որ սպիրկ կսենք, շատ լայն պատկերացում կրնանք ունենալ, առանց մատնանշելու, որ խոսքը կամ հասցեադերը ով է այդ հասկացության։ Ուրեմն կոնե իմ անձնական փորձառությանս պատճառը, որ ավելի սկսած եմ զբաղվել սպիրկի հարցերով, այն է, որ մեր ուսումնասիրություններու հիման վրա գրցանք, ինչպես նշեցիք, ուրեմն հայկական սպիրկի հարցախույզը, որ ըրինք մոտ 5 տարի երկարությամբ 13,000 հայ սպիրկահայ մարդոց հարցուցինք, որ ինչ է իրենց գարձիկը, իրենց տեսակետները եւ ինչպես գիտեք, այս ծրագիրը նախաձեռնությունն էր Քալուս Գյուլբենկյան հիմնարկության, որոն արդյունքները արդեն հրադարակած են։ Ուրեմն սկսելու համար գուզեմ ասել, որ այս գիտելիքները, այս ուսումնասիրությունը հսկայական աղբյուր եղավ ինձ անձնապես
եւ նաեւ անոնք որոնք սպիրկով կսպահվին սպիրկի հարցերով այսօր ունենք դվյալներ որոնց հիման վրա կգնանք ճիշտ ախտաջանաչում անել մտածել խնդիրներու լուծումներու մասին եւ այլն իսկ ինչ կվերապերի որ այո սպիրկը պիտի ասեի որ միշտ օրագարկի վրա եղած է բայց բանի խնդիր էր առաջնահերթության խնդիր էր գտնամ ասել որ այսօր թերևս հիմնական երկու մտածողություն կա երբ որ խոսենք սպիրկ Հայաստան հարաբերություններու մասին մեկը պիտի ասեի որ Հայաստանագետրոն ուրեմն դեսանգյունե գնայի սպիրկին մյուսը սպիրկագետրոն Հայաստանին գնայի դեսանգյունե Հայաստանի գնայի եւ այստեղ է որ դարբերություններ կնկատենք մոդեցումներու եւ երբեմն փախումներու կամ անհասկացողություններու այսինքն նայած որ դեսանգյունեն գնայիս ինչն է որ քեզ ավելի հիմնական է ուրեմն ադիգա նաեւ գաստեք ու վերլուծությանը ու հերանագարներուտ եւ այլն ուրեմն ոչ թե սպիրկը դարձյալ բաներով օրագարկի բաներով բայց կգարձեմ որ այս երկու մտածողությունները նայած որու կարծնես կամ ինչ խնդրի մասին է ադոր ասենք արդյունքն է որ կգարձենք որ հա հիմա սպիրկը ավելի կարևոր է կամ կարևոր չէ եւ երկրորդ պետք է ընդունենք եւ ընդգծենք որ սպիրկը շատ ավելի երկար կյանք ունեցած է այսինքն եթե շատ հերու երթանք մոտ 1000 տարվա պատմություն ունի սպիրկը բայց քոնե վերջին 100 տարին եթե արդենք սպիրկը գծեր է վերագերդել իր կյանքը մշակույթ դպրոց եկեղեցիներ եւ այլն այսինքն ցեղասպանութենեն հետո սպիրկը հսկայական փորձառություն ունի իր ասկային ինքնությունը մշակույթը բահելու թեգուզ որ Հայաստանը ամիջականորեն այդ կորձընթացի մեջ թեր չեր ունեցած սովետական շրջանին եւ այլն ուրեմն շատ անգամ աս միշտ ես կշեշտեմ շատ անգամ երբ որ Հայաստանի դեսանգյունեն գտիդվի սպիրկը գթերակնահատվի սպիրկի փորձառությունը այս ուղղությամբ որ սպիրկը 91 թվականին քոյություն չունեց այսինքն մեջտեղ չեկավ սպիրկը քոյություն ուներ շատ ավելի երկար ժամանակի վրա քոյություն ունեցած է ուրեմն այստեղ նաև այդ բանը կար հարմարվելու մեկ կողմեն սպիրկը պետք է հարմարեր Հայաստանի անկախացման իրականության մյուս կողմեն Հայաստանը պիտի փորձեր հասկանալ որ սպիրկը որ քոյություն ունեցել այս երկար ժամանակահատվածի մեջ ինչպես ընկալել եւ ուրեմն միշտ այս բայկարը կամ այս վեճերը կամ անհասկացողությունները 30 տարի կգարձեմ որ դեղի ունեցան այս անհասկացողությունները եւ մյուս կետը որ կգարձեմ որ գնանք 3 մասի բաժնել սպիրկ Հայաստան հարաբերությունները անկախացումն է դու այդ սկսնական շրջանը ասենք առաջին 6-8 տարին կամ ինչ որ է հիմա ժամանակահատված բայց առաջին մասը որ վերանկախացավ խնդավառություն կար օգնելու որ Հայաստանը ոտքի գնա եւ այլն բادرազմը կար անշուշտ սկսավ ադիգա երկրաշարժի 88-ի երկրաշարժեն հետո երբ որ սպիրկը օգնություն եւ այլն ուրեմն այդ ընդհանուր խնդավառությունը կար թեպի Հայաստան որ միասնապար Հայաստանը եւ սպիրկը ոտքի կանգնի բեդությունը անկախացած բեդությունը Ատկե հետո մոտ 15-20 տարի այդ սպիրկ Հայաստան բացությունն ստեղծվեցավ Հայաստանի ներքին քաղաքական pedagogan ասենք այդ զարգացումներու բերումով եւ հուսախաբությունն ունեցավ սպիրկը այդ շրջանին եւ անալ ուրեմն աստիճանական աստեցություն ունեցավ սպիրկի ինքնաընկալումի մեջ
որտեղ այդ հուսախաբությունները դեսավ Հայաստանի մեջ։ Հետո երրորդ շրջանը եթե ասենք Թավշյա հեղափոխությունը շատ գարջ խանդավառություն մի եղավ, սպիրկը նորեն ոգևորվեցավ եւ այլն, բայց ադա լրիվ մարեցավ 44 օրյա պատերազմի հետևանքով։ Ուրեմն հիմա ձևում այսպես full cycle ինչպես կսենք, եկել ենք դերմը, որ նորեն այդ հիաստապությունը, հուսախաբությունը դեր կդարձի սպիրկի մեջ եւ սպիրկը անգամ եւս սկսած է հարց տալ ինքզինքին, որ լավ մենք ինչ ուղղություն պետք է բռնենք, ինչ հերանեկար պետք է ունենանք, որտեղ սպիրկը մնայուն իրականություն մնա։ Այսինքն 500 տարի հետո սպիրկը գոյություն ունենա դակավին։ Հագարակ գարկը մարդոց հորեդեսության կամ չարագամության սենք չագերդով, սակայն ինչպես դուք նշեցիք, հիմքերու հետ է մեր գործը եւ սպիրկը հիմնավորված է եւ արմատներն է դած է յուրաքանչյուր քաղուտի մեջ ուր կոյանա եւ գաբրի։ Դոկտոր Չաս բոլորեն անտին խոսեցակ Կալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի հետ ծեր ունեցած փորձառության մասին այդ կարևոր աշխատությունը, որուն հիմքով այսին դուք Լոնդոնի ծեր գրասենյակը չնստակ, այլ կացիկ աշխարհի 4 ձակերով եւ դուք է որ կացիկ սպիրկի թռները զարգիկ եւ հարցախույզները ռիկ մարտոցե հանդիպեցակ, խոսեցակ, գիսվեցակ այդ բոլորը ինչ տվին սպիրկյան գազագերբությունները այսպես գոբիդսեմ փանի դեղտրին այդ ծեր փորձառությունը ծեր աշխատանքը ուզեցին լսել ցեզի ուզեցին գիսվել ուզեցին գարտալ դողադագի եղած մեսեջները կամ եզրակացությունները կամ գիտեք սպիրկը որովհետև շարունակական ընթացք մնե եւ չես կրնարսել որ այստեղ Լեհաստանի մեջ այս վիճակը սարած է, վաղը գրնա ուրիշ վիճակ մլալ, նույնը բարական է Բեյրութին, որ 20 տարի առաջ ուրիշ էր, այսօր ուրիշ է, վաղը գրնա ուրիշ ծևագերբում ունենա։ Այդ առումով ինչ տվավ ծեր գողմե եղած այս աշխատանքը սպիրկահայությանը։ Ասեմ, որ այս ուսումնասիրությունը գիտական հետազոտություն մներսենք եւ իր նպատակը այն էր, որ այդ գիտելիքները, այդ արդյունքները, այսինքն սպիրկի այսօրվա սպիրկի հանրային գարձիկը հայտնաբերել կամ ասենք ուսումնասիրել եւ հանձնել հանրության, որ այսօրվա պատկերը այս է, ասենք որպես ինչպեսի դեղեկացված լանք եւ ենթադրություններով չառաջանանք։ Ուրեմն իր հիմնական նպատակը այդ էր։ Հիմա շատեր ինձ արգարցնեմ, որ լավ այս ուսումնասիրությունների հետոն ինչ։ Ուրեմն այդ հետոն քո հարցումից ուրեմն պատասխանն է, որ ով պիտի առնե այս արդյունքները, այս ուսումնասիրությունը, որ գրնամ ասել, որ եթե մեր գազագերբությունները սպիրկի փորձեին անել, պիտի չի հաջողեին անիմաստով, որ նախ 10 եվրի մեջ ունել 50 ավելի համայնքներ այդ ամբողջ մոտ գրնամսը որ 500 հոգի է ավելի ներգրաված էին աշխատանքի մեջ 10 եվրի մեջ այսինքն այդ ամբողջ գազագերբչական աշխատանքը ներողություն թաշտային ուսումնասիրությունը պատրաստել եւ այդ բոլորը որ հնարավոր չէր լար որ մեկ գազագերբությունը ունենար մարդուժը եւ նյութականը անշուշտ այստեղ շատ կարեւոր է որ Գյուլբենկյան հիմնարկությունը նաեւ նյութականով սադարեց այս աշխատանքին շատ կարեւոր է ուրեմն այդ ծրագրի նպատակն էր մեջտեղ բերել այդ գիտելիքը այդ դվյալները փաստացի դվյալները Հիմա ինչ կվերապերի գազագերբություններուն մենք անշուշտ դարբեր ժամանակ այդ հանցող 5 տարվա ընթացքին շփումների մեջ եղած ենք ներկայացուցած ենք իբր դերեկություն բայց քոնե ես անձնապես ոչ մեկ մեր այսպես ասած տասական գարույցներ են
ոչ խնդրանք, ոչ հետաքրքրություն չեմ տեսած, ասելով որ Հրաչ կամ Գիլբենկյան կամ ով մասնակիցները, որ այս ծրագիրը երեք այս աշխատանքը ինչպես կրնակ մեզի օգտակար լար մեր աշխատանքներում մեջ, մեր գարույցին համար եւ այլն։ Գիտեմ որ ինչ որ հրադարակած են, իթե բոլոր արդյունքները հրադարակված են եւ հասանելի են։ Հասանելի են։ Գիտեմ որ կգարտան կամ մեկ-մեկ գոկտվին որոշ ասենք հարցերու շուրջ, բայց չեմ գնահատել որ այդպես հիմնավորված կամ հետևողական օրեն գոկտակորձվի։ Կգարտեմ որ նաև այստեղ ես միշտ կսեմ երբ որ ուսումնասիրությունը գնա, երբ որ գարձիկ կհարցնես մարդոց իբր հիմք ու ծրագիրներուդ, ադիգա նաև քեզի կբարդավորե որ քու համայնքից քու հետևորդներուդ երբ որ իմանաս որ հետևորդները այս է իրենց սպասմունքները գազագերբությունները ուրեմն ադիգա քեզի կբարդավորեցնե որ ցուն քու ծրագիրները ադոր համացան վերանայից կամ մշակես կամ նորերը եւ հոս է որ կգարձեմ մեր գազագերբությունները սպիրկի մեջ կոնե այդ բանը ունին վախ ունին որ եթե մտնեն իրական իրենց համայնքային գարձիկները իմանալով կամ ժողովուրդը ինչ է իրենց սպասմունքը գուսակցութենեն գազագերբությունեն եկեղեցին եւ այլն հաջորդ հարցը դիլա որ իրենք պատրաստ են կոհացում դալու կամ ինչ կրնել եթե կոհացում չլա երկխոսության որ իրենք կամ նստին լսեն որ ինչ են գարձիկները ամենից չէ որ ասեն որ ասեք արեք կամ ցկեցեք կացեք ուրեմն այստեղ նաև ուրիշ կգարձեմ նորություններ կան որ ասիգա ասենք սիմպտոմն է ուրիշ խնդիրներով որ մեր գառույցները այսօր գտիմակրավային Դոկտոր Հրաչ գիտեք 90-ականներու ընթացքին հանգարց վայոշականը հոդված մկրեց եւ մեջտեղ նետեց դեպի սպյուրք մոդեցումը շատեր կնատադեցին օրին շատեր իր քրությունը եւ իր անձը թիրախ դարձուցին սակայն հստակ էր որ բահեն որ լավ գճանչնար սպյուրքը անհրաժեշտությունը սկաց այդ մեկը ընելու այսօր ըստ երևույթին բادرազմին դված ահեն յետք այսպես միտումը գա սպյուրքի մեջ թեպի ներս քաշվելու եւ շատ բնական է այսինքն ոչ միայն քաղաքական առումով այլ նաեւ Գիտես, սպյուրքը բահելու միտում մգա, վախ մգա, սարսուր մգա, պամ մգա, վիճակ մգա, արդյոք այդ մեկը դուք նկատեցիք որոշ տեղեր իրականություն է ըսածս կամ թե բարձրապես ամբ մնե եւ կանցնի գերտա, որովհետեւ այսպիսի ծանր պատերազմի հետևանքներն իդ յուրաքանչյուրը կփորձե իր թիրքերը բահել, առնվազն կտեսնեն որ Հայաստանը վտանգված է, հետևաբար մենք նաև պետք է լծվենք, պետք չէ ամբողջ այո Հայաստանին պիտի հասնենք, բայց նաև մեզի համար մեր կաղուտը, մեր ագումբը, մեր դբրոցը, մեր եկեղեցին կարևոր են։ Գա այս վիճակը։ Բանակ որ հստակ լավ որ ինչ է խնդիրը հիմնական, այսինքն օշագանը որ գսե թեպի սպյուրք, այսինքն ինքնանպատակ խնդիրը չէ ադիգա որ բարձրապես սպիրկ բահենք, բայց ինչ կնշանակե թեպի սպիրկ կամ սպիրկ բահել։ Ամենակարևոր խնդիրը ինքնության հարցն է։ Այսինքն սպիրկի բոլոր խնդիրները ինքնության շուրջ կդառնան, վերջի վերջո։ Այսինքն որ դեսանգյունն որ նայիս մշակույթ, կրոնք, ընկերային կյանք, քաղաքական եւ այլն գշրջին արբանյակի վես ինքնության գորիզին արևին շուրջ ասենք ուրեմն երբ որ մենք կսենք թեպի սպիրկ կամ սպիրկյան իրականություն ինքնություն բահբանում կամ կենսավորում ավելի ճիշտ է խոսքը այսօր յուրահատուկ
սպիրկյան, հայկական սպիրկյան ինքնությունն է, որում մեջ կա քրագանությունը, արեմդահայ քրագանությունը լեզուն, չէ՞։ Հիմա գխոսենք, որ արեմդահայ հայերենը վտանգված է եւ այլն։ Ուրեմն այս խնդիրներն են, որ սպիրկը նախ յուրահատուկ ինքնությունը գերդած է ժամանակի ընթացքին, այսինքն պայմաններու բերումով, որ պետք է ընդունենք, որ գդարբերի Հայաստանի ինքնությունն, որտեղ ինքնությունը, ինչպես գիտեք, դարբեր դրսևորումներ ունենան, դարբեր աղբյուրները թունք ու անձնական ինքնությունը գերդես, հետո ընտանեկան ինքնությունը, միջավայրիդ, հասարակությանդ ինքնությունը կուվրած աստեցություն ունի, հայկականը եւ այլն։ Ուրեմն բազմաշերտ եւ շատ ավելի խրթին իրականությունն է ինքնության հարցը։ Եվ այս է, որ մենք շատ անգամ չենք մտներ ինքնության ասխնդիրներում մեջ եւ գարջ ասած գսենք սպիրկը այսպես, սպիրկը ամես, ուրեմն հոն է, որ նորեն գոքան գատ ախտաջանաչումը դիշտեղը չի դանել մեզի։ Ուրեմն եթե նայենք սպիրկի հարցը այս ինքնության վերլուծության ասենք կոնտեքստի մեջ շատ ավելի հստակ կլա, որ ինչի մասին է խոսքը։ Եվ այստեղ է, որ սպիրկյան երեք ասենք հիմնասյուները ինչ են, եկեղեցի, դպրոց եւ մամուլ, չէ՞։ Այսինքն 100 տարի կոնե ցեղասպանությունը այս երեք գառույցները հաստատությունները հայկական սպիրկյան ինքնությունը գենսավորող կորձոններ եղած են։ Եվ հիմա երբ որ այս գառույցները սկսած են դգարանալ, որոշ տեղեր ուժեղանալ եւ այլն, հոն է, որ գտեսնենք այդ ինքնության ուրեմն խնդիրներ ավելի հստակ կլան։ Ոչ թե սպիրկը գնահան չէ, այլ եթե նայենք այդ ինքնության կորձոններն է, որ դգարացած են կամ որոշ տեղեր պետք է ուժեղանան եւ այլն, այնադեն ավելի ուրեմն ճշգրիտ ձևով կրնանք կազմակերպել ախտաջանությունը վերլուծել եւ այնպիսի ծրագիրներ մշակել, որոնք գմիդին ուժեղացնել այդ կորձոնները սպիրկյան հայկական ինքնության ուրեմն գենսավորման մեջ։ Այս է ըստիս խնդիրը եւ երբ որ այսպես կոնե իմ դեսանգունես եւ իմ ծրագիրներս, երբ որ այս դեսանգունեն գնային, շատ ավելի հստակ է, որ ուր ինչ պետք է արվի եւ ինչ զարգացումներ ունենան։ Հիմա ուրիշ հարց է, որ միջոցները ունենք կամ ոչ, մարդուժ ունենք կամ ոչ, ալիգա կորձնական կետի վրա իմաստ ունի, բայց կոնե ընդհանուր ասենք conceptual, ասենք հղացքային բանոմոդեցումով ես կգարձեմ, որ այս է, երբ որ գսենք վերաթարց թեպի սպիրկ, այսինքն առողջացումը սպիրկյան հայկական ինքնության եւ անոր բահբանումը, որ առողջ մնա եւ շարունակե, որը մեջ կա այս բոլորը մշակույթը, լեզուն, հավատքը, մամուլը եւ այլն, ամբողջ քրագանությունը, ստեղծագործական կյանքը, արվեստագետներ, որ կստեղծագործեն, չէ, նկարիչ, քանդակագործ եւ այլն, սպիրկյան կյանքի մեջ։ Այս բոլորը գմիդին թեպի այդ ուրեմն առողջ բահելու հայկական սպիրկյան ինքնություն։ Հաջորդ հարցս եւ կարևոր հարց է կգենթադրեմ, մենք ինչ ակնկալիք պետք է ունենանք սպիրկյան գառույցներեն։ Քիչ առաջ նշեցի, որ մենք արմատներ ունենք ամեն տեղ, այսինքն մենք կխոսենք արդեն Գիլիգյան աթոր օրինակ Անտիլիասի մեջ 1930-ականներեն ի վեր կգոյատևե համարյա 100 տարվա մասին է խոսքը։ Նույնը Ամերիկայի ամենահին հայկական թերթը 110 եւ ավելի տարեկան է։ Նույնը կրնան գսել դպրոցներու մասին, Բեյրութի ջերմարանը կմոտենա 100 տարեկանին, ցավոք Մելկոնյանը չկա, որ դարձյալ 100 տարեկանը պիտի ամբողջացնե շուտով։ Այս
բոլորին առընթեր այս գառույցներուն յետին կան միություններ, գազմագերբություններ, բարձ ասած կուսակցություններ։ Մենք ինչ ակնկալիքներ պետք է ունենանք այս գառույցներեն, որոնք արդեն կբոլորեն իրենց 100 տարվա նոր փորձառությունը, որովհետև մինչ այդ մենք ունեցած ենք օրինակ գաթողիկե զմարուվանքը տարավոր կյանք ունի, բայց նոր շրջանի մեջ կրնանք դվարգել հայոց ցեղասպանության ժամացույցեն կամ 1915-ին յետք։ Ինչ կրնանք ակնկալել եւ դուք ինչպես կդիտարկեք, որովհետեւ նաեւ ձեր սեղանին վրա է այս բոլորը Երուսաղեմի աթոռ, Բոլսո աթոռ, Անտիլիասի գաթողիկոսություն, բարեգործական, հայեղափոխական դաշնակցություն, Սետահոգեն, Ռակ եւ այլն եւ այլն։ Ինչպես կդիտարկեք այս բոլորը առանց կաշկանդումի։ Այսի մեծ հարց է անշուշտ գնանք ժամերով խոսել, բայց եթե գարենամ գարջ քանի հիմնական գերերով անդրադառնալ, անշուշտ այս ծեր նշածները ասենք կան այդ անտարածքային 7 գազմագերբությունները, 3 եկեղեցի, 3 կուսակցություն եւ բարեգործական, ասենք այս 7-ն ունին բազմաթիվ համայնքներում մեջ կամ երկրներում մեջ գոյություն եւ անշուշտ կան, ինչպես նշեցիք, իրենց ուղեգից գազմագերբությունները, մշակութային, ընկերային, մարզական եւ այլն։ Բայց ասենք ընդհանուր առմամբ այս են մեր տասական կամ հիմնական գառույցները սպիրկի կյանքի մեջ։ Այդ որ կգոչենք ներես տասականը սպիրկ, այդ որ կգոչենք մենք տասականը սպիրկ։ Այո, գարձեմ ուրիշ հարցազրույց պետք է ունենք այսօրվա տասականը եւ նորի մասին։ Սիրո։ Ադալ ուրիշ արդի որտեղ շատ առանցին նյութ է։ Ուրեմն ըստ այս դարիներու ուսումնասիրությամբ, փորձառությամբ, ինչպես նշեցիք, բազմաթիվ երկիրներ եղած են, որ հայկական համայնքներ կան, շփված են, այսինքն մոդեռն ծանոթալով մեր գառույցներուն, գրնամ ասել, որ այսօր կարծես քոյութենական բայկարի մեջ են մեր գառույցները։ Այսինքն շատ վայրերում մեջ, նույնիսկ արևմտյան երկիրներում մեջ, ծևոմ այսպես ինքնանպատակ դարձած են, որ քոյությունը բահեն, որտեղ ինչպեսիկ պատմական անցյալ ունին 100 տարի եւ ավելի ստեղծվել են, քոյություն ունեն, գործունեություն ունեցել են, շատ լավ աշխատանքներ արած են, ինչպես ասենք, սպիրկյան կյանքը բահել են, ինքնությունը բահել են եւ այլն, բայց այսօր ոչ թե միան իրենց պատճառով է որ հասել են այս կետին, այլ չմոռանանք, որ գլոբալ համաշխարհային փոփոխություններ կան ամեն իմաստով, քաղաքական, տնտեսական, ընկերային եւ այլն։ Ուրեմն այս բոլորը նաև աստեցություն ունի սպիրկյան գառույցներու վրա։ Ուրեմն երկու մեմը ներքին ուրեմն բաներ կան, խնդիրներ կան, որ դեղմահասել են, որ գարձես ուղղությունը, հստակ ուղղությունը գործված է եւ բարձրապես կշարունակվի, ինչ որ գոյություն ունի, ունեցել է ասկարաջ եւ բարձրապես կշարունակենք։ Մյուսը ուրեմն Հայաստան, տարածաշրջան, միջազգային զարգացումներ, փոփոխություններ, ինչ աստեցություն ունին մեր գառույցներում վրա։ Ուրեմն այս երկուքը լավ չենք ուսումնասիրած, որ գարենանք ավելի առողջացնել կամ առողջ բահել գառույցները։ Երկրորդ խնդիրը գտեսնանք, որ գառույցներու, գազմագերբություններու եւ իրենց հետևորդներու միջև սկսած է փածը ավելի լայնալ, գրեթե որոշ տեղերալ անչորվետմը ստեղծված է։ Այսինքն գառույցներու ղեկավարությունը իրենց այսպես ասած գործունեությունը կշարունակեն առանց նկատի առնելու, որ հետևորդները ինչ կմտածեն, քանի հետևորդ ունին, անդամակցությունը ինչ եղած է եւ այլն։ Ուրեմն այնտեղ նաեւ ուրիշ խնդիրներ կան, որ վերջը դարձնես, որ իմ գազմագերբությանս այսօրվա առաքելությունը ինչ է, իմ համայնքիս մեջ կամ սպիրկի մեջ եւ այլն, չէ՞, հարց պիտի դաս, որ այսօր ինչ է եկեղեցվո առաքելությունը,
չգիտեմ, դվյալ երկրի մեջ թեպի հայ համայնք կամ ինչ է հայ դպրոցի առաքելությունը այսօր, ինչ պիտի դա հայ դպրոցը հայ մանուկին Ֆրանսիայի մեջ, Ամերիկայի մեջ, Լիբանանի մեջ կամ Սուրիա մեջ։ Ուրեմն այս խնդիրները կան, որ մենք չենք արձարծել կառույցներու կյանքի մեջ եւ հոն է որ սկսած են գամած քոյութենական խնդիրը ավելի բան առաջնահերթ լա որ արդյոք պիտի դոգանք, պիտի գնանք թիմանալ 5 տարի եւս 10 տարի հետո կամ 20 տարի հետո։ Ուրեմն այս մեկ խնդիր, երկրորդ խնդիրը կգարձեմ որ դժբախտաբար մեր կառույցները, որ ասենք այս կոնե 7 կառույցները իրարու միջև ունին քաղաքական եւ քաղաքականության դարբերություններ, այսինքն politics եւ policy, քաղաքական դարբեր մոդելություններ ունին եւ իրենց քաղաքականությունը policy-ին գնա շատ իրարմեն դարբերվիլ եւ հոս է որ այս դարբերությունները գոյություն ունենալով անընդհատ կխոսվի միասնականության մասին, բայց միասնականություն ինչպես պիտի գոյացնես, երբ որ ցուն այս քաղաքական եւ քաղաքականության անհամաձայնություններ ունիս եւ դարբերությունը։ Ուրեմն սկսած է միասնականություն նշանակել, որ սակոթուն եգուր եւ իմ կարծիքից իմ քաղաքականությանս միացիր, ուրեմն եղավ միասնականություն, զիջի։ Ուրեմն ոչ թե միասնականություն ինչու չի կոյադերվիր որտեվ այս դարբերությունները կան, ասենք թե դեպի Հայաստան եւ թե ներքին սպիրկյան կյանքի մեջ քաղաքական դարբերություններ կան, չէ, մոդեցումներ կան։ Այդ մասին ինչու համար չենք խոսիչ, կամ երկխոսություն չի գա, որ այսինչ մոդեցումը պիտի որթեքրենք ինվաս մեր համայնքին, չէ։ Ուրեմն գտեսեք, որ առաջին հերթին անշուշտ գուսակցությունները, որպես քաղաքական գուսակցություն, ունին իրենց դարբերությունը եւ ընդհանուր անշուշտ եզրեր կան, որ այո, Հայաստանի pedagoganության ուժեղացում եւ այլն, այդ ընդհանուր քանի մգետ կա, ցեղասպանության ճանաչում եւ այլն, այդ բոլորը։ Բայց երբ որ գուկաս ավելի մանրամասն խնդիրներու գտեսնաս, որ այդ դարբերությունները կան եւ հոսե որ համայնքային կյանքի մեջ բարակդումը ըստ մեր ուսումնասիրության հիմնական խնդիրները մեկն է, որ այդ համայնքները ապրող մարդիկ կսեն, որ բարակդումը մեզի համար վնաս է։ Ասենք մեր վերջին, որ Ամերիկա, Կանադա արինք 22 թվականի ուսումնասիրությունները ամենաբարձր ցուցանիշը ուներ 42% գսել, որ բարակդումը, բաժանումը ամենամեծ վտանգն է մեր համայնքի ուժեղ մնալու այդ իրականություն։ Ուրեմն այս երրորդ գեդը որ գուզեմ նշել փաստացի դվյալներու վրա չէ որ ախտաջանաչում գներ մեր կառույցներն։ Ինչպես իրենց փորձառության վրա իրենց գիծածին չափ կմտածեն, ասեն ժողով գնեն կամ կքննարկեն հարցը, գսեն որ ասի խնդիրը, ասի լուծումը եւ գնեն առանց ներքրավելու մասնակիտական ներդրում, որ մարդիկ դարիներով գնստին, ուսումնասիրեն, դարբեր գիտես հանգամանքները եւ այլն, առանց հարցնելու իրենց հետևորդներուն, իրենց համայնքին, որ ասինչ ծրագիր ունիք, ինչ կմտածեք, ինչն է որ ցեզի պիտի խրախուսե եւ այլն։ Ուրեմն այդ մոդեցումի կորձելագերբի նաեւ փոփոխության հնարբանը անհրաժեշտությունը, որ չես կրնա շարունակել այսօր 21-րդ դարում նույն ձևով ինչ որ 50 տարի առաջ էր։ Եվ չորրորդ կետը որ կուզեմ նշել եւ վերջին կետս չենք մտածել մեր կառույցները չեն մտածել ուրեմն ներդրումի մասին, investment, ներդրում, մարդ ուժ եւ նյութական։ Ես միշտ կսեմ, մենք շատ հարուստ ենք խաղապարներով, երևի ամենահարուստ ազգն ենք խաղապարներով։ Կրնանք հարյուրավոր խաղապարներ դա, շատ գեղեցիկ եւ կարեւոր։
Բայց այդ խաղապարները գմնան խաղապար թուղթի վրա կամ միտքեր գիտես ուղեղներում մեջ, եթե անոնց չհայթայթես պետք եղած մարդ ուժը եւ նյութական միջոցները, որովհետեւ այդ խաղապարները դառնան ծրագրի եւ ունենան իրենց աստեցությունը impact-ը, ինչպես կսենք, ըստացողին մեր համայնքի անդամներում։ Գիտենք, որ վերջերս փոխադրվեցակ Միացյալ Նահանգներ հրավերով Հայաստանից Արաքելական եկեղեցու Միացյալ Նահանգներու արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազան Դերդերյանի ինչ կորձառույթ է, ինչ ծրագիր է եւ վստահաբար սպիրկի հետ գաբունի գուզեի լսել ցեզ մե եւ մեր ագնտիրները իրազեկել։ Շատ ինչպես քիչ առաջ հարցումիդ մեջ նշեցի, որ արդյոք կան կառույցներ կամ գազագերբություններ, որոնք հետաքրքրված էին սպիրկի ուսումնասիրության կամ աշխատանքին եւ այլն, հավասիկ Հովնան Սրբազանը գնամսել որ ան հազվադեպ ղեկավարներեն է, որ դեսավ ադոր արժեքը եւ դարիներու ասենք մանավանդ վերջին երկու դարվա ընթացքում մեր խոսակցություններու անձնական խոսակցություններու իբր հետևանք այն եզրակացության եկավ որ պետք է ուրեմն նոր ուղղությունը ճշտե թեմը ծևոմը վերա գաղաբարելու իր առաքելությունը հոգևոր եւ մշակույթը զուգահեռ դանելով եւ ուրեմն հրավիրվեցա որբեսի արեմդյան թեմի մեջ institutional innovation գաղափարը կամ հաստատութենական նորարարությունը բերենք ոչ թե փոփոխություն այլ վերանայում եւ այլ լրիվ նորարար ծևով նայենք որ ինչպես եթե գրնամ մեկ նախատասության մեջ տնել այլ ոչ նպատակը ինչ է ինչպես յուրաքանչյուր հայ գարենա քրիստոնեական հավատքը եւ հայկական մշակույթը գենսունակ բահե իր առօրյա կյանքի մեջ ուրեմն այս բոլոր աշխատանքի միտքը հերանեկարը այս հիմնական նպատակն է Վստահ եմ առաջիկային եւս մենք արիք ունենանք այս ծրագրի մասին խոսելու եւ գուսամ որ բարագիչ կդառնա սա կնշանակե որ ծեր Գյուլբենկյանի հետ փորձառությունը սպիրկի փակ օղակները բանալու, փակիզերը բանալու դրական արձագանք ունեցած է եւ Սրբազան Դերդերյանը կարևորած է ծեր առաքելությունը եւ առաջիկային նույնպես պիտի խոսենք այս մասին շնորհակալություն պիտի հայտնեմ դոկտոր Հրաչ Չիլինգիրյան այսօրվա մեր այս կարևոր զրույցին վերաբերյալ մեր ագնտիրներուն հիշեցնեմ որ հերավար գաբով մեր հետ էր ընկերապան սպիրկյան հարցերով մասնակետ Հրաչ Չիլինգիրյանը եւ այս բոլորը արևելքի հարտակով անգերց զրույց մեր հաղորդման շրջանակներում մեջ հետևեցեք մեր թողարկումներուն բարի միտք